Պարգևատրվում է 55 մանկավարժ, սերունդներ կրթելու եւ դաստիարակելու գործում մեծ ներդրման եւ կրթամշակութային միջոցառումներում մարզը լավագույնս ներկայացնելու համար։ Դա շատ կարևոր իրադարձություն է մեզ համար, որովհետեւ ես ցանկանում եմ եւ մարզպետի աշխատակազմն էլ ցանկանում է ընդգծել ուսուցչի դերը, կերպարը մեր հասարակությունում, նրա կշիռը, որովհետեւ անընդհատ կրկնում ենք, որ ամեն ինչի հիմքը կրթությունն է, բայց 300 դպրոցին 100 մանկապարտեզ ծրագրի մեջ նաև բովանդակություն պետք է դրվի, որը կամավոր ատեստավորված ուսուցիչներն են, մեր վաստակաշատ ուսուցիչները, եւ այս բանաձևն է, որ բերելու է հաջողության, որովհետեւ առանց բովանդակության լավ շենքը, լավ ենթակառուցվածքը հաջողություն չի ապահովում։ Շնորհավորում եմ արդից օգտվելով մեր մարզի բոլոր ուսուցիչներին։ Ես ցանկանում եմ նաև ամփոփելով ընդգծել, որ կրթությունը, կրթական համակարգը, մեր ուսուցիչները լինելու են մեր մշտական ուշադրության կենտրոնում։ Մանկավարժներին նվիրված մեծարման երեկոյի ընթացքում Լոռու մարզպետի շնորհակալագրին արժանացան 10 տնօրեն մարզի այն դպրոցներից, որոնք ապահովել են ամենամեծ թվով կամավոր ատեստավորված ուսուցիչներ, 41% եւ ավելի ցուցանիշով։ Ուսուցչի կոչումը առհասարակ ամենաբարձրագույն կոչումներից մեկն է մեր հասարակության մեջ, որովհետև ուսուցիչը սերունդներ կրթելու ամենակարևոր գործոնը մեր վաղվա ապագան ամեն ինչ կապված է ուսուցչից։ Մենք եթե ուզում ենք ունենալ առողջ հասարակարգ, առողջ հասարակություն, կրթված, դաստիարակված երիտասարդություն եւ անձիկ քաղաքացիներ, ապա ուսուցչի դերակատարումը անգնահատելի է այս գործում։ Եվ շատ շնորհակալություն, որ նման միջոցառումներում եւս մեկ անգամ ապացուցեց եւ գնահատանքի արժանացան մեր լավագույնները, լավագույն ուսուցիչները։ Ասեմ, որ կամավոր ատեստավորումը շատ լայն հնարավորություն է ստեղծում ուսուցիչների համար։ Պետության պարտավորությունը ուսուցչի աշխատավարձի բարձրացման նկատմամբ եւս մի քայլ է դա, եւ ակնկալում ենք արդյունքներ, որ կամավոր ատեստավորված ուսուցիչների աշակերտները մեծ բարձունքներ նվաճեն։ Ունենանք օլիմպիադայի ավելի շատ մասնակիցներ եւ հաղթողներ։ Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ միջոցառման համար։ Հուսով եմ, որ ուսուցիչը արժևորված է մեր հասարակությունում։ Շնորհակալագրեր հանձնվեց նաև 21 ուսուցչի առարկայական օլիմպիադաներում բարձր տոկոսային արդյունքներ գրանցելու համար, 15 ուսուցչի, որոնք 2024-2025 ուսումնական տարում ստացել են 4-րդ աստիճանի տարակարգ, 8 մանկավարժի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հայտարարված տարվա լավագույնը մրցույթի հաղթողների։ Շնորհակալագիրը մարզպետի կողմից շնորհված, առաջինը պատիվ է, բայց նաև պատասխանատվություն։ Ու առհասարակ ուսուցչի կոչումը, ուսուցչի գործառույթն այսօր փոխվել է։ Ուսուցիչը ոչ միայն կրթող պիտի լինի, սովորեցնող, այլ նաև սովորող։ Այսինքն մասնագիտական աճ պիտի ապահովի, ինքնակրթվի, որի արդյունքում էլ կապահովի, կզարգանա, կապահովի այնինչ հիմա ունի։ Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, շնորհավորում եմ իմ բոլոր գոլեգաներին։ Ուզում եմ, որ ուսուցիչը միշտ գնահատված լինի։ Մանկավարժներն էլ իրենց հերթին շնորհակալ եղան աշխատանքը գնահատելու եւ մասնագիտական տոնը կարեւորելու համար։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։